փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ, ասածս ինչքանով է, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Որ խանութն է ուզում փակել տալ Նիկոլ Փաշինյանը։ Այն որ վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին է, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Փաշինյանը հրամայել է փակել այն խանութը, որտեղ համարձակվել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներին տարբեր գներ ասել՝ կանխիկով էժան, քարտով թանկ։ Լսել էի ճիշտն ասած, մենք էլ ենք զարմացած։ Կարծում եմ սուպերմարկետներում հնարավոր չի նման բան։ Կառավարության շենքից ոչ հեռու Սկյուրիկ սուպերմարկետի մենեջերն ասում է, չկա նման բան, որ ապրանքի գինը փոխվի կախված վճարման եղանակից։ Այդպես չեն կարող աշխատել ոչ սուպերմարկետները, ոչ փոքր կրպակները եւ ընդհանրապես ցանկացած վաճառակետ, որտեղ դրամարկղ կա։ Օրինակ շոկոլադը ստացել ենք ինչ-որ X գումարով, չէ՞, հետո արդեն վաճառքի գումարը որոշվում է, ինքը որ կասայով անցնում, ինքը անցնում է այս գումարով։ Կամ դա կասայով չի անցնում այդ ապրանքը, իրանք այդպես ուղղակի վաճառք են անում։ Եթե ծրագրային ինքը մուտք է արվում ու դրա համար դրվում է գին, չէ, ինչ որ X գին, վաճառքի ժամանակ ինքը չի կարող փոփոխվի, եթե կասայով անցնում այդ ապրանքը։ Իդեպ հենց այս խանութում հաճախ են սպասարկում վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներին։ Մենեջերի խոսքով միշտ գոհ են հեռանում։ Աշխատակազմից կարծում եմ նկատել ենք, հաճախորդներ ունեցել ենք, կարծում եմ պետքա որ գոհ գնացած լինեն։ Մեր խանութի հետ կապված չի վստահ եմ։ Իսկ գնորդները երբևէ լսել են նման բան, որ ապրանքը կանխիկ գումարով գնեն մի գնով, անկանխիկ մեկ այլ։ Չգիտեմ, ես նման դեպքի չեմ հանդիպել։ Մենք ուզենակ վճարեք կանխիկով մի գին լինի, քարտով այլ գին։ Չէ, չեմ հանդիպել տենց։ Ոչ մի խանութում։ Չէ։ Ոչ երբեք տենց չի եղել։ Լսել եք վարչապետի այդ հայտարարությունը։ Իր աշխատակազմից մարդիկ մտել են խանութ առևտուր են արել։ Մենք վարչապետին բաբշե չենք լսում։ Տեսախցիկներից հեռու մթերային խանութների աշխատակիցները պատմում են, որ վարչապետի աշխատակազմից գնացել են հեռախոսների խանութ։ Հուշում են հեռախոսների փակված խանութ փնտրել Նալբանդյան փողոցում։ Նալբանդյան փողոցում գտնվող առնվազն 3 հեռախոսի խանութ աշխատում էր այսօր։ Աշխատակիցները խնդրում են չնկարել իրենց, չթիրախավորել խանութը։ Ասում են տհաճ թեմա է, խոսել չեն ուզում։ Իմ վրա են վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է, խանութը պարտավոր է ապրանքի համար ներկայացնել հրապարակային գին, որը փոփոխման ենթակա չէ անկախ վճարման եղանակից։ Յուրաքանչյուր խանութ, երբ որ գին է ասում, դա վերջնական է, ինքը իրավունք ունի պայման դնի, նշելով, որ գիտեք, եթե դեն կանխիկի դեպքում այսքան, քարտի դեպքում այսքան։ Եթե եղել է նման առաջարկ, խանութն առնվազն պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության։ Տնտեսագետը նկատում է, անկանխիկ վճարման տարբերակը որքան էլ ցանկալի լինի, չպետք է դառնա մոլագարության հասնող նպատակ։ Ես որպես սպառող կարամ դատի տամ խանութին, ասեմ դու ինչ չվաճառեցիր քո հրապարակած գնով։ Պետությունը այստեղ անելիք չունի, ինքը իրավունք չունի միջամտի գնորդ եւ այսպես վաճառող հարաբերություններում։ Փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Փաշինյանը ոչ միայն միջամտում է, այլև ուղիղ հրամայում է։ Խանութը պետք է չաշխատի։ Փակեք այդ խանութը։ Տնտեսագետի կարծիքով Փաշինյանական ոճը հերթական առիթն է համոզվելու, որ երկրում օրենքները չեն գործում։ Ամեն օր կողքով անցնելու։ Գործում է մեկ մարդու ցանկություն։ Կառավարությունը ես եմ։ Լիլիթ Խալաթյան, Թերեզա Կադաևչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։